Կարգալույծ քահանա քաղաքացի Ստեփան Ասատրյանը փորձել է Հովհաննավանքում պսակադրություն անել, սակայն հարսանքավորները հրաժարվել են, երբ իմացել են, որ նա այլևս հոգևորական չէ։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով որ այս թուղթ ուղարկել է։ Մեկ օրում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների 3 հանդիպում է եղել Երևանում, Ստամբուլում եւ Հռոմում։ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ամրապնդում է փնտրում Հայաստանի աղբը, անգամ Դիլարա Աֆենդիվայի միջոցով, որը 2022-ին Արցախը շրջափակողներից է։ Քաղաքացիական հասարակության միջոցառումները կարող են լինել ընդհանրապես ածանցյալ ինչ-որ process-ներ, բայց ոչինչ չեն կարող կանխորոշել խաղաղության իմաստով։ Գյումրիում ձերբակալված ավելի քան 3 տասնյակ քաղաքացիներից 15-ը կալանավորվել են, ինչու են բերման ենթարկվել անգամ քաղաքային կոմունալ բաժնի աշխատակիցները։ Մագնետուշիտ էլ չկա, տուգանել է, տարել է ոստիկանատանը, տարել է քննչական։ Հայլուրը ամփոփում է հոկտեմբերի 23-ը ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Եվ այսպես լարվել է այսօր իրադրությունը Հովհաննավանքում, տասնյակ ոստիկաններ են ժամանել եկեղեցու տարածք, երբ հարսանիքի մասնակիցները մերժել են կարգալույծ քահանա քաղաքացի Ստեփան Ասատրյանի պսակադրություն անցկացնելու առաջարկը։ Մեկ այլ հոգևորական է պսակի արարողությունն անցկացրել։ Նախկին քահանա Տեր Արամը, որին կաթողիկոս Գարեգին II-ն է օծել այդ անունով, այսօր Փաշինյանի թեզն է կրկնել, թե կարգալույծ կաթողիկոսը չի կարող իրեն կարգալույծ անել։ Երեքշաբթի է իր որոշման մասին հայտնել մայրաթոռը, որին Ստեփան Ասատրյանը այդ կառույց է անվանել։ Ստեփանի բերանը լեզու է դրել Փաշինյանը։ Կարգալույծ եղած կաթողիկոսին չի կարող Կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Փաշինյանի փրփրուն ելույթից մեկ օր չանցած նախկին քահանա Ստեփան Ասատրյանն է փրփրել Հովհաննավանքում։ Կարգալույծ եղածի զայրույթն այսօր ժամը 3-ին է սկսվել, երբ Հովհաննավանքում պսակադրվողների ծնողներից մեկը հրաժարվել է, որ պսակի կարգը կարգալույծ եղածի ձեռամբ մատուցվի։ Տեր Սարգիսն է արել արարողությունը։ Ես եմ պատրաստում պսակադրությունը կատարելու, իրենք այդպես ուզեցին, ընդունեցին, մենք էլ պատրաստում ենք աղոթքի։ Աղոթքի պահին խորանում է եղել նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, չնայած ըստ մայրաթոռի դիվանատան նա այդ ժամից արդեն իրավունք չուներ սքեմ կրելու ու խորան բարձրանալու որպես քահանա։ Դուք պետք է ժամը 15:00-ին հանձնեիք ցանոթագիրի մեջ ներկայացված նա պետք է հանձնեիք։ Բայց չենք հանձնում։ Եկեղեցու դեմ քաղաքական պատերազմի առաջամարտիկ Ստեփանը աջակիցներին հավաքել է Հովհաննավանքում այն ժամին, երբ Արագածոտնի թեմի սուրբ հայրերն ու քահանաները եկել են դիվանատան ծանոթագիրը փոխանցելու։ Մենք քահանան Տեր Արամն ալինել։ Ապրես։ Մենք դա ենք ուզում։ Ապրես։ Տեր Արամ քահանան խախտել է հնազանդության ուխտը, վարկաբեկել հայ եկեղեցին ու թեմակալ առաջնորդներին։ Նույնը կարծես այսօր է շարունակում Ստեփանը։ Ես այդ կառույցը չեմ հարգում։ Հարգել չհարգելը իր գործն է, դիվանատան ծանոթագիրը ձեռքին ասում է հայր Շնորհքաբեղան, միայն թե ինչ անում է խորանից հեռու անի։ Որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն խորանի վրա, ատյանում, դասերում եւ ավանդատներում։ Ստեփանի նյարդերը տեղի են տալիս, երբ իրեն աշխարհիկ անունով են դիմում լրագրողները։ Պարոն Ասատրյանը, դուք պատերազմ եք հայտարարում եկեղեցու դեմ այս վարքագծով Դե հանգստացեք։ Դուք պատերազմ եք հայտարարում։ Ում։ Հայոց եկեղեցու Իսկ մայրաթոռ Սուրբ Էջմիածին Աստծո դեմ պատերազմը հայտարարում։ Ոչ, ես Աստծո ծառա եմ ինձ համարում։ Հավանաբար սպասում էր, որ բոլորը Փաշինյանի նման հայտարարելու են, որ իրենց հոգևոր առաջնորդն է ինքը։ Եվ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է։ Ահա այդ համայնքը։ Քաշքշում հրում է օծյալ քահանաներին։ Ուզում եք ասեք, ես մարդիկ սադրի չեն։ Ես մարդիկ սադրի չեն։ Փակում Աստծո տանդրները Ստեփան Ասատրյանի ամենայն հայոց կաթողիկոսին ուղված մեղադրանքների ֆոնին։ Ալբերտ Սերոփյան, Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։
Հովհանավանքում այս սկանդալից հետո կարգալույս եղած Ստեփան Ասատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շարունակելու է քահանայություն անել այդ եկեղեցում։ Ըստ նրա, եկեղեցում կանոններ խախտած շատ հոգևորականներ կան, որոնք կարգալույս չեն եղել եւ շարունակում են ծառայությունը։ Ստեփանի խոսքով, գուցե ինքն էլ փիլոնը հաներ, եթե այդ հոգևորականներին կարգալույս արած լիներ եկեղեցին։ Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, պատրաստվում եմ շարունակել իմ քահանայությունը, այո, ուզում եմ շեշտել քահանայությունը, որովհետև միջև ինձ կարգալույց անելը, եթե առհասարակ եկեղեցում օրենքը գործում է, շատ անօրենների, հոգևոր կյանքի մեջ, այսպես ասեմ, անօրենություն գործածների պետք է այլևս կարգալույց եղած լինեին, եւ եթե ես տեսնեի, որ այն մարդիկ, ովքեր որ այս ընթացքում այսպես Աստծո նկատմամբ իրենց ուխտը դրժելուց հետո չեն շարունակում քահանայություն անել, միգուցե ես էլ իմ կապան կամ ֆարաջան կհանեի եւ եկեղեցուց դուրս կգայի։ Շարունակենք Բագրատ Սրբազանի եւ նրա 17 աջակիցների գործով դատական նիստը նորից է հետաձգվել։ Իբր ահաբեկչության նախապատրաստման համար մեղադրվող բլոգեր Արման Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը չի ներկայացել նիստին։ Ինչպես գիտեք, փաստաբանին մեկ շաբաթ առաջ կալանավորել են Facebook-յան մի գրառման համար։ Այսօր գործով անցնող Աղվան Արշակյանն ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան, վատառողջ է։ Գործարար Տիգրան Գալստյանին սայլակով են դատարան ուղեկցել։ Մանրամասները Էդգար Ղոշյանի ռեպորտաժում։ Ընդմիջումով է սկսվում Բագրատ Սրբազանի և Սրբազան պայքարի 17 աջակիցների գործով դատական նիստը։ Մեղադրյալի աթոռին իբր ահաբեկչության նախապատրաստման համար հայտնված Աղվան Արշակյանին չեն տեղափոխել դատարան։ Նա տնային կալանքում է ու առողջական խնդիր, գլխուղեղի քաղցկեղ ունի։ Նա իրեն վատ է զգացել, այո, պատվազան դատել։ Արշակյանի պաշտպանը դատարանին ասում է, որ կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը, սակայն հիվանդանոց չի տեղափոխվել, որովհետև պրոբացիոն ծառայությունն իրեն զանգերն անպատասխան է թողել։ Այդ կառույցը պետք է ապահովեր Աղվանի հիվանդանոց տեղափոխումը։ Զանգարել են պրոբացիայի ծառայությունը չի պատասխանել հեռախոսին, ուստի շտապօգնությունը ասել է, որ նրանք անզոր են։ 15 րոպե ընդմիջումից հետո վերսկսվում է դատական նիստը։ Աղվան Արշակյանին հիվանդանոց չէ, բայց դատարան ավելի ուշ տեղափոխում են։ Դատարանին պատմում է, որ ուժեղ գլխացավեր է ունեցել։ Անանջին Դիմիտրոսը սկսեցին, որ քնեմ անցնի գլխացավը, ասեցին չեն կարող տանենք հիվանդանոց։ Աղվան Արշակյանի ներկայությունը միայն ապահովելով դատարանը միևնույն է չի կարողանում շարունակել նիստը։ Մյուս մեղադրյալ բլոգեր Արմեն Ալեքսանյանն է անպաշտպան մնացել։ Նրա փաստաբանը Ալեքսանդր Կոչուբաևը Facebook-յան գրառման համար մեկ շաբաթ առաջ կալանավորվել էր։ Կարող եք այլ պաշտպանի մասնակցություն ապահովել դատական նիստին, թե ոչ։ Չեք կարող։ Ալեքսանյանը չի ցանկանում այլ փաստաբան ունենալ։ Այս գործով մյուս մեղադրյալների փաստաբանները միջնորդում են, որ հաջորդ նիստերին ապահովվի Կոչուբաևի ներկայությունը, օրենքը չի արգելում։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում ոնց պետք է ապահովի պաշտպանների կողմից բարձրացված հարցի լուծումը եւ Պաշտպան Կոչուբաևի ներկայությունը սույն դատական նիստում։ Դատախազները սակայն առաջարկում են Ալեքսանյանին հանրային պաշտպան տրամադրել։ Հաշվի առնելով, որ մենք գործ ունենք 34 հատոր գործի հետ, որին Կոչուբաևը ծանոթ էր, իսկ նոր պաշտպանը պատկերացրեք, ասենք այս րոպեին, թեկուզ եթե օրենքի պահանջով հանրային պաշտպաններ գրավ, որքանով է ողջամիտ, որ կարողանա, եւ այլ դեպքում միանշանակ կխախտվի անձի իրավունքը, դրա համար միանշանակ կարծում եմ, որ շատ ճիշտ որոշում կլինի դատարանի կողմից ապահովելու մեղադրյալի, եթե կարելի է այդպես ասել, անձի պաշտպանի ներկայության իրավունքը։ Դատարանը հետաձգում է փաստաբանների միջնորդության քննարկումը։ Պետք է պարզի, հնարավոր է կալանավորված Կոչուբաևը ներկայանա դատական հաջորդ նիստերին։ Էդգար Ղուշյան, Արաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Իդեպ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ սկսված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է այն մեղադրական եզրակացությամբ կուղարկվի առաջինատյանի քրեական դատարան։ Ինչպես հայտնել են, Կոչուբաևը մեղադրվում է դատավորի, դատախազի քննիչի մասին արատավորող, այդ անձանց իրավունքներին եւ օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու համար։ Նա Facebook-յան գրառմամբ կոշտ քննադատել էր Մկրտիչ Սրբազանի կալանավորման գործում մասնակիցներին։
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում հոգևորականների կալանավորումներին։ Կազմակերպության պաշտոնական էջում հոդված է հրապարակվել, նշվում է, որ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքները սրվում են, քանի որ քաղաքացիական հասարակությունը դատապարտում է մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները։ Կազմակերպությունը նշում է, որ հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության արշավի պատճառը եկեղեցու կողմից արցախցիների Արցախ վերադարձը պաշտպանելն է։ Այս տարի մայիսին եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Շվեյցարիայում կազմակերպված համաժողովի ժամանակ էր Գարեգին II կոչ արել աջակցել Արցախ հայերի անվտանգ վերադարձը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը անպարկեշտ բառապաշարով հարձակվել էր կաթողիկոսի ու եկեղեցու վրա։ Փաշինյանը սափրվելուց առաջ եւ հետո խորագրով ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանելյանը խորհրդարանի ամբիոնից մի ձայնագրություն է հրապարակել, որտեղ եկեղեցի պետություն հարաբերությունների, Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի, Արցախի խնդրի մասին թրաշով Փաշինյանը մի բան է ասում, սափրված Փաշինյանը մեկ այլ բան։ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու հայրապետը չի։ Անկեղծ ասած իմ տեսակետը չի փոխվել։ Ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ասма եկել է եկեղեցու ներքին գործերին խառնվում են։ Ժորժ ջան, այդ մեր եկեղեցին է։ Եվ համոզված եմ դրանում, որ վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի եւ Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ես ինքս դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք է գայի ասեի ժողովուրդ, որ մենք պետքա համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում պետքա լինի ինքնավարություն եւ մեր զիջումների սահմանը պետքա լինի մեր 29743 քառակուսի կիլոմետրը։ Այսօր Հայաստանի Հանրապետության տասնյակ, եթե ոչ 100,000-ավոր քաղաքացիներ Բարիս բուն իմաստով ճկրում են բանկային ժամկետած տոկոսների տակ։ Եվ մենք կարծում ենք, որ միանշանակ եւ անելդվա պետք է զրոյացնել բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերին։ Ես ով ասեմ դեմ եմ նման որոշումների ֆինանսական պարտավորություն։ Այդ ոնց է տենց է, այդ շատ հեշտ է։ Եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք։ Սիրելի հայրենակիցներ, սա Նիկոլ Փաշինյանի հակասական իրարամերժ ելույթներն էր սափրվելուց առաջ եւ հետո։ Ուրեմն Շարունակենք ոչ թե մեկ, այլ 3 հանդիպում է եղել մեկ օրում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Չորեքշաբթի Երևանում, Ստամբուլում եւ Հռոմում են քննարկումներ անցկացվել։ Արմատներով Արցախցի Հայաստանի աղքի հետ Երևանյան հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ոմն Դիլարա Աֆանդիևա, որը 2022-ին էկոակտիվիստի անվան տակ Արցախը շրջափակողներից էր, ինչի հետևանքով 9 ամիս սովի էին մատնված արցախցիները։ Ոչ միայն այդ տիկնոջ, այլև Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ցանկացած ներկայացուցչի հետ խաղաղության քննարկումը անհեթեթ է համարում հայ քաղաքագետը։ Ադրբեջանում ընդհանրապես քաղաքասարակություն գոյություն չունի։ Նույն օրը Երևանում, Ստամբուլում, Հռոմում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ։ Երևանում չորեքշաբթի Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներն են նստել կլոր սեղան քննարկման, խոսել խաղաղության գործընթացի մասին, հետո նրանց ընդունել է անվտանգության խորհրդի քարտուղարը ու բարձր գնահատել այդ ձևաչափով հայ-ադրբեջանական հանդիպումները, որոնք պետք է նպաստեն շփումների հաստատման ու խաղաղության ամրապնդմանը։ Չեմ կարծում, որ այս միջոցառումները առանձնապես որևէ կենսունակ, այսպես ազդեցություն կարող են թողնել, այսպես ասած խաղաղության գործընթացի վրա, որովհետև խաղաղությունը, ինչպես բազմիցս ասվել է եւ այստեղ ես կարծում եմ նույնիսկ քննարկման կարիք չկա, խաղաղությունը հիմնվում է ուժերի բալանսի վրա։ Իդեպ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչներից ոմանք ոչ թե դեմ դիմաց են նստած եղել, այլ կողք կողքի։ Այսպես կոչված քաղաքացիական հասարակության միջոցառումները կարող են լինել ընդհանրապես ածանցյալ ինչ-որ պրոցեսներ, բայց ոչինչ չեն կարող կանխորոշել խաղաղության իմաստով։ Ադրբեջանում քաղաքասարակության գոյության մասին խոսելը ծիծաղելի է համարում քաղաքագետը։
Այդ կազմակերպությունները Ադրբեջանի կառավարությանը կից գործող պետբյուջեից ֆինանսավորվող կառույցներ են, որոնք որտեղ պետք է պետական քարոզչություն են անում։ Որոնց կիրառումը մենք Հայաստանի դեմ տեսել ենք։ Արմատներով Արցախցի Արմեն Գրիգորյանի հետ հանդիպած ադրբեջանցիներից մեկին տեսել ենք Լաչինում։ 2022 թվականին Լաչինի ճանապարհը փակած էկոակտիվիստներից էր Դիլարա Աֆանդիևան, որ լրատվամիջոցների տեսախցիկների առաջ հաճախ էր հայտնվում ու չի բացառվում, որ ելի հայտնվի։ Մենք այդ Ադրբեջանի հատուկ նշանակության քաղաքակտիվիստներին տեսել ենք նաև կամ տեսնում ենք եւ ես կարծում եմ դեռ կտեսնենք Հայաստանի դեմ այսպես ասած բնապահպանական շարժումների տեսքով։ 4 պատի ներսում խիստ գաղտնիության պայմաններում Հայաստանի ու Ադրբեջանի հիմնական ներկայացուցիչների միջև հանդիպումը արդյոք կարող է նպաստել երկու ժողովուրդների հաշտեցմանը։ Երեք այդպիսի մի հանդիպում էլ Ստամբուլում է եղել հայ ու ադրբեջանցի փորձագետների միջև Ալեքսանդր Իսկանդարյանի ու Ֆարիդ Շաֆիևի գլխավորությամբ։ Քաղաքագետի կարծիքով այս հանդիպումների հիմնական նպատակը ընտրություններից առաջ տպավորություն ստեղծելն է, թե խաղաղություն է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ես կարծում եմ մենք գործ ունենք առավելապես այսպես քարոզչական մի միջոցառման հետ, որը ըստ իս դարձյալ տեղավորվում է այն քարտ բլանշի շրջանակում, որ սկսած օգոստոսի 8-ից ակտիվորեն տրվել է պաշտոնական Երևանին, ներսում նախընտրական այս գործընթացում էլեկտորատին ներկայացնելու համար։ Բադալյանը հիշեցնում է, որ 2019-ի ուշաշնանն էլ հայ լրագրողների մի խումբ Բաքու մեկնեց, ադրբեջանցիների մի խումբ եկավ Երևան։ Դրանից ընդամենը 8-9 ամիս անց Ադրբեջանը հարձակվեց Տավուշի ուղղությամբ, 2 ամիս անց պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Այսինքն սա եւս մեկ անգամ վկայում է, որ մտածել, թե այդ փորձագիտական այցեր, չգիտեմ, խաղաղության նախապատրաստում եւ այլն, սրանք կարող են ինչ-որ բան որոշել գործընթացի եւ ընդհանրապես միջավայրի իմաստով, սա անշուշտ միամտություն է։ Բադալյանը չի բացառում, որ Ալեն Սիմոնյան Սահիբա Գաֆարովա հանդիպման մասին Հայաստանի խորհրդանի խոսնակի հայտարարությունը խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Նույնպես 2026-ի խորհրդանական ընտրությունների նախընտրական քարոզչության մաս է։ Կա որոշակի միտում այդ խաղաղության process-ը կառուցել ոչ միայն մեկ անձի վրա։ Հռոմում չորեքշաբթի խաղաղության կառուցման փորձեր են արել Իտալիայում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները։ Վլադիմիր Կարապետյանն ու Ռաշատ Ասլանովը մասնակցել են խաղաղությունը հնարավոր է թեմայով քննարկմանը։ Լիլիթ Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան առաքվող ղազախական ցորենը պարզապես թոզ է, որ Հայաստանի իշխանությունը փչում է ժողովրդի աչքին ապաշրջափակման իմիտացիա ստեղծելով։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել է, թե ինչպես Ադրբեջանը կատեգորիկ մերժեց իրական ապաշրջափակումը դեռ 2022 թվականին։ 3 տարի առաջ Հայաստանի իշխանությունը կառավարության որոշման նախագիծ էր շրջանառել ու առաջարկել Ադրբեջանին բացել Սոտք քարվաճառ, Քարահունջ Էյվազլի եւ Երասխ Սադարակ սահմանային անցման կետերը։ Ադրբեջանը մերժեց առաջարկը, պահանջելով Մեղրիով միջանցք տալ, իսկ պաշտոնական Երևանը գերադասեց շարից փորձանքից հեռու լինել ու մոռանալ այդ առաջարկի մասին, նշել է ընդդիմադիր падգամավորը։ Ասում եք Թրամփի ուղի մեր շրջափակումը ճեղքվեց։ Հիմա մի հատ պատկերացրեք, լավ, Կովսականից գնացքը գալիս է, մտնում է Մեղրի, դուրս է գալիս, գնում է Օրդուբադ, Նախիջևան, Սադարակ, հետո ոնց հա մտնում Հայաստան։ Այդ երաս Սադարակը պետքա կառուցվի։ Երբ մենք ասում ենք համաժամանակյա, դա-ի նկատի ունենք։ Դա, որ իրանք ստեղից մտնեն, մենք էլ ընտեղից կարողանանք մտնենք։ Այ դա է համաժամանակյան։ Տիկին Կարապետյանն ասում է կլինի, երբ Տիկին Կարապետյանի շուզատկին։ Եթե լինեիք հարց ու պատասխանին, պարոն Խաչատրյան, կլսեիք, որ վարչապետը ասաց, որ որոշ հարցեր ունեն պատասխան լինկի տեսքով։ Եվ լինք, հղում։ Դելի եմ ասում, բացեք քարտեզը։ Այդ թրիփը նույնիսկ մեզ թույլ չի տալիս գնացքով Արարատի մարզից միանալ Սյունիքի մարզ, էլ չեմ խոսում։ Ես ասեցի հենց նոր, բացեք քարտեզը եւ նայեք, եթե չկա Երասխ եւ Սադարակ ուղին, ոնց է կանելու, պարոն Սիմոնյան, սենց ընդհատակի ակածաններով լեռնային։ Այդ ուղին չկա, ժողովուրդ։
Երևանի քրեական դատարանը 6 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Փաստաբան Տիգրան Օթանեսյանը հայտնել է, որ այսօր դատավոր Չիչոյանը վերացրել է գրավը եւ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Ըստ դատալեքսի գործը վերաբերում է 2018 թվականի իշխանափոխության օրերին։ Դավիթ Համբարձումյանին մեղադրանքի առաջադրվել 2018-ի ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանից Թովտաշատ գյուղերի Խաչմերուկում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ հասարակական կարգը խախտելու համար։ Ըստ մեղադրանքի նա երթի մասնակիցների նկատմամբ զենք է գործադրել, ոչնչացրել նրանց գույքը։ Հայլուրի տեղեկություններով Համբարձումյանը երկրում չէ, աշխատանքային այցով Մոսկվայում է։ Հոկտեմբերի 20-ի գործով Գյումրիում ձերբակալված ավելի քան 3 տասնյակ քաղաքացիներից 15-ն են արդեն կալանավորվել։ Նրանց մեջ է նաև մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Գյումրիի ավագան ու անդամ Գևորգ Ղուկասյանը ևս կալանավորվել է։ Նա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է։ Ձերբակալված անչափահասի նկատմամբ տնային կալանք եւ բացակայելու արգելք է կիրառվել։ Մեր ձևով շարժման անդամները վստահեցնում են, որ Գյումրիի քաղաքապետարանի շուրջ դրամատիկ հայտնի իրադարձությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը դեպքի վայր է գնացել որպես փաստաբան։ Եկել ենք մեր աջակցությունը հայտնենք մեր ընկերոջը Ռուբենին Մխիթարյան, ով իրադարձություններից տեղակ լինելով մեկնել էր հայրենի քաղաք որպես փաստաբան եւ ներկայացել էր որպես փաստաբան, որից հետո երբ ոստիկանների եւ մեր ժողովրդի մեջ ջուր իրարանցում էր նկատել, արագ գնացել էր այդտեղ եւ ձեռքերը բարձր, ափերը բաց, փորձել էր հորդորել խաղաղություն, որպեսզի ոստիկանները դիրտուս չկիրառեն եւ փորձել իր ներկայությամբ խաղաղություն այդտեղ հորդորել խաղաղություն։ Նրա տեսանյութերը նայելով նրա արարքի մեջ անձամբ ես չեմ տեսել ոչ մի բան, որ հնարավոր է իրավապահ մարմինները տեսնեն որպես հանցագործություն։ Գյումրիում բերման են ենթարկվել անգամ քաղաքային կոմունալ բաժնի աշխատակիցներ, աշտարակի եւ Երևանի ձերբակալվածների պահման վայրերում գտնվողներին այցելած պատգամավոր Գեգամ Մանուկյանի խոսքով նրանց բերման են ենթարկել ավելի շուտ, քան Գյումրիի քաղաքապետարանի մոտ ինքնաբուխ հավաք էին սկսել քաղաքացիները։ Բար չեմ գտնում։ Դրանք ճակատին մերոն չկա, մորկատ չեն կերը։ Գեգամ Մանուկյանը բար չի գտնում բնութագրելու ժողովրդավարության բաստիոն Հայաստանի ձերբակալվածների պահման վայրերում գտնվող անձանց վիճակը։ Ընդդիմադիր պատգամավորն այսօր է աշտարակի ու Երևանի ձերբակալվածների պահման վայրերում հանդիպել Գյումրիում բողոքի ակցիայից հետո ձերբակալվածներին։ Տեսել եմ մարդ հոգեկան խանգարում ստացած, հոգեկան առողջության հետ կապված պրոբլեմ ունեցող քաղաքային կոմունալ տնտեսության հավաքարար բռնել, բերել, պահել են։ Մանուկյանին պատմել են, որ պարեկները հոկտեմբերի 20-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրը ավտոմեքենայում կրակ մարիչ չունենալու պատրվակով խոչընդոտել են Գյումրիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատանքը, հավանաբար կանխելով աշխատակիցների մասնակցությունը բողոքի ակցիային։ Մինչև Գյումրիում նույնիսկ բողոքի ցույցը կանգնեցրել են պարեկները, կոմունալ տնտեսության մեքենաները, ագնետուշիտել չկա, տուգանել են, ասել են վաղը ագնետուշիտելը կբերես, տուգանքը կջրենք։ Երեկոյան բոլորին տարել են ոստիկանատներ, տարել են քննչական, բերել են 72 ժամով ձերբակալել են, հիմա էլ արդեն տանում են մեծ մասի, մեղադրանք են առաջադրում ու տանում են կալանքի։ Մանուկյանը վստահ է, բոլորին անխտիր բան տանելու հրամանը Նիկոլ Փաշինյանն է տվել։ Նրա կոկորդին էր մնացել ընդդիմության հաղթանակը Գյումրիում։ Ոտ ինչ է սնակում։ Անձեն աչքով երևում է։ Նիկոլը գժված հանձնարել է, Գյումրիին պետքա վախեցնել։ Գյումրին 18-20 թվականներին ասպատակվել է թուրքերի կողմից։ Այս ասպատակությունը շատ ավելի ցավալի է թերևս, որտեղ Յան ազգանունով են ասպատակում։ Մանուկյանի բնութագրմամբ Յան վերջավորությամբ ազգանունով իրավապահների աջակցության հույսին է մնացել Փաշինյանը։ Ասում է գող սիրտը դող։ Իսկ այն հանցանքները, որ ինքը գիտի իր վրա ինչքան է շալակած, ինքը հասկանում է, որ անկյուն չկա Հայաստանի Հանրապետությունում, որ կարասի անկյունում թաքնվեմ, չկա։ Էլի գնում եմ կեպեզը։ Խորհրդարանից Մանուկյանը շտապում է հերթական ձերբակալվածներին տեսակցելու, իսկ նրա գործընկերները խորհրդարանի ամբիոնից են հայտարարում,
ՔՊԱ-կանները, որ հպարտանում են իրենց Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում հաստատված բացառիկ ժողովրդավարությամբ, առանց դատ ու դատաստանի կոռուպցիոներ ու մարդասպաներ են անվանում այն մարդկանց, որոնք փորձել են ընդդիմանալ օրվա իշխանությանը։ Անգամ ենթադրյալ հանցագործությունը, որ վերագրում եք, այնպիսի շոու եք կազմակերպում դրա շուրջ, որ մոռանում եք, որ սահմանադրության մեջ գոյություն ունի անմեղության կանխավարկածը, մոռանում եք իշխանության ներկայացուցիչներին, երբ որ մեղադրում եք կաշառակերության մեջ, ինչի մի օր չփռեցիք ասֆալտին, չմտաք, չվերցրեցիք ամեն ինչ։ Իսկ ՔՊԱ-կանները շարունակում են պիտակավորել ընդդիմադիրներին։ Հանցագործներ են, խորհրդարանի ամբիոնից գոռում է Արթուր Հովհաննիսյանը։ Հանցագործներին բերում եք, դարձնում եք քաղաքապետ, զարթուղի ճանապարհներով իրար վրա ձայն վաճառելով, շատ լավ իմանալով, որ այդ մարդիկ հանցագործներ են։ Ձեր չեն դիմանալու, ասես դիմացներով ինչ-որ մի հատ բան գնման պայմանագիրը անցնելու, ասես վրայից ասես փող վերցնեն կաշառքից։ Չէ՞, դուք սա շատ լավ գիտեք, շատ լավ իմանալով բերում մտցնում եք այդ մարդկանց քաղաքականության մեջ։ Ընդդիմությունը հիշեցնում է բղավել սիրող ՔՊԱ-կանին, թե ով էր Արթուր Հովհաննիսյանը մինչև հեղափոխությունը։ ՔՊԱ-կանը ըստ լրատվամիջոցների 2017-ին բերման է ենթարկվել թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով։ Անգամ քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության Հայաստանի ղեկավարն ու անդամներն այսօր խորհրդարանում հանդիպել են մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության հանդիպումը կայացել է հենց Եվրամիության դեսպանի խնդրանքով։ Ընդդիմադիր պատգամավորները Մարագոսի հետ խոսել են ներքաղաքական իրավիճակից, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, խոսքի ազատության հետ կապված խնդիրներից։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող հայ գերիների իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների վերաբերյալ։ Ազգային ժողովի նախագահը հպարտ է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունով։ Ըստ Ալեն Սիմոնյանի, ՔՊԱ-կան պատգամավորները ի հայտ եկած ծանրակշիռ քաղաքական գործիչներ են։ Ծանրակշիռ քաղաքական գործիչը օր ու մեջ վիրավորական արտահայտություններ է տեղում քաղաքական թիվ 1 ամբիոնից, վիրավորում հանրապետության առաջին նախագահից մինչև շարքային քաղաքացի։ Ընդդիմադիրների հարցը հռետորական է։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ընդգծել է, ՔՊԱ-կաների շարքերում էլ կան մականունավորներ, բայց այդ մականունները ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիրները չեն հնչեցնում, քանի որ խորհրդարանական ամբիոնը դրա տեղը չէ։ Ինչևէ, Ալեն Սիմոնյանը կրկնօրինակել է Նիկոլ Փաշինյանին ու սրտիկ ուղարկել աջ ու ձախ վիրավորող իր թիմակիցներին։ Ես շնորհակալություն եմ դες հայտնում, այո, բոլորիդ սրտիկ շնորհակալ եմ ձեզ, ձեր լավ աշխատանքի համար, ես վերևը նստած եմ, որ հենց ասում են, չէ, Մուրադի դեմքով նստած հպարտանում եմ, ամեն մեկիդ ասած խոսքի տակ ստորագրում եմ, շնորհակալություն ձեզ, տենց լավը լինելու համար։ Պարոն Սիմոնյան, իհարկե ծանրակշիռ քաղաքական գործիչների դպրոց եք ձևավորել, որոնք այս ամբիոնը, ազգային ժողովի ամբիոնը, ժողովրդի բարձրական ներկայացուցչական ամբիոնից օգտագործում են բառեր, որոնք ծանրակշիռ քաղաքական գործչի բառեր են, քաղաքական ջորիներ, էլ ինչ էր, պարոն Կոնջոլյանը սեզ մի հատ ցանկ ունի, հերթով արտաբերում է դրանք, այդ վիրավորական արտահայտությունները, հետո դուք որագրում եք, մի հատ սրտիկ եք ուղարկում, որ ինչպիսի հրաշք քաղաքական տաղանդներ են, գանձեր, այո, թե չէ մենք ինչ գանձ, այ մարդ, գանձերը դուք եք, դուք, այս ժողովրդի գանձն եք դուք, գանձը, բայց իրականում, եթե լուրջ էլի, այս ամբիոնից պետք է գնահատականը տամ, որ ասում եք ինչ ենք բերել, ինչ ենք բերել, ամբարտավանություն վստահ բերել եք։ Օրինակ Վարդան Ղուկասյանին Վարդանիկ ասելը ո՞րն է։ Լսեք, հա մեկն էլ ձեր թիմից էլ մեկը ասել է կոկորդիլոս մեկին։ Հետո ելնեք ստեից ասենք ձեր թիմից այս մարդը համայնքի ղեկավարին ասել է Ամինասյան, բայց անունը եւ մականունը դուք գրագետ մարդ եք, անունը եւ մականունը տարբեր բաներ են։ Լսեք, ցանկացած արտահայտություն, որ իր անվանից դուրս անում է, ինքը մականուն է դառնում։ Եվ այդ համատեքստում այնքան տենց անուներ կա ձեր քաղաքական թիմի բազմաթիվ անդամների վրա, բայց մեզ օրինակ թույլ չենք տալիս, էլի։
այս ամբիոնից տես բաներ անել։ Ի տարբերություն ձեզնից շատերի, որոնք որ գալիս են այստեղ առանց հասկանալու, որ այդ իրենց խոսքը հանրության համար է, սկսում են շախ տալ բառերը։ Հարգելի հեռուստադիտողներ, թողարկման երկրորդ մասում կպատմում ենք Մալաթիա տոնավաճառի մոտ բռնկված խոշոր հրդեհի մասին, այրվել է կոշիկների պահեստը, հուշանվերների խանութի տերը տուժել է, երբ փորձել է փրկել ապրանքը։ Սկսել է կամաց եկել է մինչև 50-60 մետր եկել է։ Կիմանաք նաև, թե ինչու էր առավոտյան կաթվածահար Երևանի մետրոպոլիտենը բարեկամություն կայարանում մարդիկ 40 րոպե սպասել են գնացքի ժամանմանը։ Եթե տեխնիկական խնդիր կար, այդ վագոնները ինչի էին շարժվում։ Փորձել ենք պարզել նաև արդյոք Երևանյան տուֆեր շենքերը մաքրելու անվան տակ քաղաքային իշխանությունը մաքրում է Արցախյան պատերազմի հերոսների դիմանկարները քաղաքից։ Չէի զարմանա, Նիկոլից ավել բան չէի էլ սպասի։ Միջազգային լրահոսից առանձնացրել ենք Թրամփի վերջին որոշումը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոց է սահմանել Միացյալ Նահանգները, բայց ցավեցրել է նաև Ուկրաինային, Կիևը տոմահաուկներ չի ստանա։ Միայն ամերիկացի զինվորները գիտեն ինչպես օգտագործել այդ հրթիռները։ Եվ այսպես Մալաթիա տոնավաճառի մոտ գտնվող կոշիկի պահեստում խոշոր հրդեհը մեկուսացվել է, 6 մարտական հաշվարկ է հրդեհի վայր գնացել։ Կրակի բոցերից ու ծխից տուժել է հարևանությամբ գտնվող հուշանվերների խանութի տերը։ Ականատեսների խոսքով հենց հուշանվերների խանութից է տարածվել կրակը ու հասել կոշիկի պահեստ, որտեղ սոսինձ ու այլ դյուրավառ նյութեր են եղել։ Դեպքի վայրից Հայկ Ավանեսյանի եւ Հենրիկ Համազասպյանի ռեպորտաժը ներկայացնում է Գայանե Մովսիսյանը։ Ձիերին, առյուծներին, խանութի մյուս արձանիկներին փրկելու համար կրակի բերան նետված խանութպանը այրվածքներ ունի։ Ուզեցել է ինչ-որ բան փրկի, բայց արվել է, էլի շատ ուժեղ ա եղել կրակը։ Ականատեսների խոսքով արձանիկների խանութից է բռնկվել կրակը, հետո այն հասել է մինչև կոշիկի պահեստներ, որտեղ աշխատողների խոսքով սոսինձ ուրիշ դյուրավառ նյութեր կան։ Ընդդես է սկսել։ Սկսել է կամաց եկել է մինչև 50-60 մետր եկել է։ Մալաթիա տոնավաճառի կողքին են այրված խանութները։ Շուկայի աշխատողներն են նախ փորձել կրակի դեմն առնել, մի քանի րոպե հետո կանչել են փրկարարներին։ Երբ որ իմացանք, մեր կողմում ունենք մենք ջրերը, նապորով ամբողջ խողովակները մեր կողմից շուռ տվեցինք այս կողմ, որ կարողանանք հանգցնել մինչև հրշեջների մոտենալը։ Նախ 6 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր, հետո եւս 4-ի անհրաժեշտությունն է առաջացել։ Գրեթե 2 ժամ է պահանջվել կրակը մեկուսացնելու համար։ Բռնկումից 3 ժամ հետո փրկարարներին հաջողվել է ամբողջությամբ մարել կրակը։ Ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 1000 քառակուսի մետր, այս պահին կրակի օջախներ չկա, աշխատանքները շարունակվում են հետ հանգեցման աշխատանքների, քանդման եւ ապրանքի դուրսբերման աշխատանքների։ Երևանի այլ շրջաններից է տեսանելի եղել կեսօրից հետո բռնկված հրդեհը։ Դեռ պարզ չէ, որքան վնաս են կրել վաճառականները։ Խանութներում նաև թանկարժեք հեռախոսներ, այլ տեխնիկա էր վաճառվում։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Առավոտյան կաթվածահար էր Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը բարեկամություն կայարանում 40 րոպե սպասել են ուղևորները։ Գնացքները եկել ու գնացել են առանց կանգ առնելու։ Աշխատակիցները ասել են, թե տեխնիկական է խափանման պատճառը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե 14 րոպե է շարունակվել խնդիրը, բայց գնացքը, որ խափանվել էր, արդեն վերանորոգված է։ Բացատրություն տվեք, ինչի հայ, երբ որ վճարում ես 150 դրամ, ինչի չի շարժվում գնացքը, երեխեքը խեղդվում են մեջը։ Մեծ իրարանցում է սկսվել Երևանի մետրոյում, վաղ առավոտյան։ Աշխատանքի շտապող մարդիկ վճարել են տոմսի համար, հասել գնացքի մոտ ու պարզել, որ այն անշարժ կանգնած է։ Ոչ ոք չի բացատրել մարդկանց, թե ինչ է կատարվում։ Այդ պահին մետրոյում է եղել նաև ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Տիկին Կյուրեղյան, ինչքան եք սպասում, ինչքան եք սպասում։ Ես արդեն 3-4 րոպե է որ սպասում եմ, բայց կարևորը իմ սպասելու ժամանակը։ Մարդիկ ասում են 20 րոպե, հա։ Ասում են այստեղ 20 րոպեից ավել գրված էր արդեն։ Բայց պատճառաբանություն կա, ինչի համար ենք սպասում։ Դուք ինքներդ լսեցիք պատճառաբանությունը, որը անտրամաբանական պատճառաբանություն էր։ Մարդը եկել էր ընդհանրապես այս կնոջ բարձրացած ձայնին արձագանքելու։ Դե ասում են, տեսա երևի որ ձերքերը ոլորելու տանելու տարբերակ չունի։
Մետրոյի բարեկամություն կայարանի պատերի տակ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ Հայլուրին ասել են, որ ավելի քան կես ժամ սպասել են մինչև գնացքի շարժվելը։ Ժամը 9-ին բարեկամության մետրոյի կայարանում 30 րոպե եւ ավել մի հոց բազմություն սպասում էր, որ պետքա գնար մեկ աշխատանքի, մյուսը դասի ու խառնաշփոթ իրավիճակ էր, որտեղ բացատրություն էլ չկար, թե ինչի համար են մարդիկ սպասում եւ ի վերջո մարդկանց ընտրություն էլ չէին տալիս, որ իջնեն, թե չիջնեն, այսինքն ոչ մի տեղեկություն չկար։ Քաղաքագլուխը սակայն լրագրողների հետ զրույցում ասել է, թե խափանումն ընդամենը 14 րոպե է տևել։ Գնացքներից մեկը արգելակման համակարգի հետ կապված որոշակի խնդիր է արձանագրել եւ այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե, եթե չեմ սխալվում, ունեցել ենք խնդիր մետրոպոլիտենում։ Մեծ խնդիր չի եղել, վստահեցնում է մետրոպոլիտենի մամուլի խոսնակը։ Տարօրինակ տեխնիկական խնդիր էր, հակադարձում են քաղաքացիները։ Սկզբից ասում էին, որ ոչ մի խնդիր չկա, սպասեք, հետո բացատրություն եղավ, որ տեխնիկական ինչ-որ խնդիր կա, բայց ընթացքում վագոններ էին շարժվում, այսինքն այստեղ ինչ-որ հակասություն կար, եթե տեխնիկական խնդիր կար, այդ վագոնները ինչի էին շարժվում։ Գնացքները փորձարկել են, դրա համար են դատարկ գնացել եկել, հայտնում են մետրոպոլիտենից։ Հայկ Ավանեսյան, Լանա Համբարձումյան, Արփի Սուքյասյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանի իշխանության վիճակագրությունն ասում է, որ տրանսպորտի սակագինը աճել է 4.6%-ով։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանի ամբիոնից է անդրադարձել այս վիճակագրությանը, պնդելով Սալվադոր Դալին իր գերդաստանով այսպիսի նկարչություն չէր կարող անել։ Սալվադոր Դալին ինքը, կնիկը, զոքանչը, աները, իրանց հարևանի շունը շատ բան են կերել էլի այդ 4.6% նկարելու համեմատ։ Հայկական տուֆի արձան տեղադրելու մասին հայտարարող Փաշինյանի թիմը Երևանի տուֆե շենքերի լվացման անվան տակ պատերազմում զոհվածների դիմանկարներն է մաքրում բակերից։ Վահե Ադյանի, Արամայես Թադևոսյանի դիմանկարներն են մաքրել պատերից։ Քաղաքապետարանն ասում է, հարգում է զոհվածներին, բայց պատմամշակութային արժեքները պետք է պահպանի։ Ինչ են մտածում երևանցիները քաղաքապետարանի նախաձեռնության մասին, տեղյակ է Լանա Համբարձումյանը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը առաջ, Արամ Մանուկյանի տունը հետո։ Երևանի ավականու ՔՊԱ-կան անդամ Վազգեն Մանուկյանն էր այս գրությամբ մի նկար հրապարակել Facebook-ի իր էջում, հպարտությամբ, որ Երևանի քաղաքապետարանը լվացել, մաքրել է այս շենքը։ Իսկ ուր կորան Արամ Մանուկյանի տան պատին նկարված 44-օրյա պատերազմում զոհված Վահե Ադյանի եւ Արամայիս Թադևոսյանի դիմանկարները։ Քաղաքապետարանն այնպես է մաքրել պատերը, որ տղաների նկարներից հետ անգամ չի մնացել։ Չէ, ինչի համար են զոհվել։ 44 օրյա պատերազմի ժամանակ են զոհվել երկու։ Իշտո։ Եվ ձեր կարծիքը, որ այդ նկարները կար այդ թվերից մաքրել է քաղաքապետարանը։ Ճիշտ է արել։ Շատ ճիշտ է արել։ Ինչի՞։ Ամեն մի զոհվածի նկարները չեն շախտալու Հայաստանով մեկ։ Թող մեզ ներեն մեր զոհված տղաները, բայց այդքան էլ ճիշտ չէ, այդքան նկարելը այդ մեր զոհված տղաների նկարները պատերին։ Կարծում եմ, ես մի քիչ ծանր է թվում էլի ժողովրդի համար, այդ 44-օրյա պատերազմը շատ ծանր է նստել մեր վրա։ Ես կարծում եմ, եթե զոհվել են եւ նկարը կային այստեղ, պետք է մնար։ Իմ կարծիքով, երբ որ մեկը մահանում է, զոհվում է ազգի համար, պետք է իրան պատվեն։ Հիմա ամեն մարդ տարբեր է պատվով, եթե շենքի վրա նկարը տարել, թող մնար։ Ես շատ եմ ցավում, իմ երեխեքն են ծառայ Ղարաբաղում, տղայիս էլ հազիվ եմ փրկել։ Ոտքով կես Ղարաբաղն եմ անցել, բայց ոնց ասեմ, մեր երեխեքն են։ Իմն է, ձերն է, կամ ումն է, մեր երեխեքն են, դա պետք է հիշել։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը մեզ հայտնել է, որ Երևանի կենտրոնում գտնվող եւս 6 պատմամշակութային շենքեր են մաքրվելու մոտ ապագայում։
Ըստ պարզաբանման, քաղաքապետարանը խորը հարգանքով է վերաբերվում զոհված տղաների հիշատակին, բայց հորդորում է Արամ Մանուկյանի տան ու նմանատիպ շենքերի վրա որևէ նշան կամ խորհրդանիշ տեղադրելուց առաջ ստանալ թույլտվություն։ 44-օրյա պատերազմում զոհված Վահե Ադյանի մայրը մեծ հետ զրույցում հուզվում է, երբ իմանում է, որ որդու դիմանկարն է ինչ-որ մեկը պատկերած եղել Արամ Մանուկյանի տան պատին։ Չի հասկանում, ինչու են մաքրություն անելու անվան տակ որդու դիմանկարն էլ ջնջել։ Եթե մեր երեխեքի նկարները շենքից մաքրում է, որ շենքը մաքուր լինի, այդ շատ վատ է։ Հայկական տուֆը հարգելու կոչ Փաշինյանն էր արել վերջերս։ Նա անգամ պատրաստվում է Արթիկում տուֆի արձան կառուցել։ Հայաստանի վարչապետը չի ուզում պատերին տեսնել մեր հերոսների նկարները։ Չի զարմանա, Նիկոլից ավել բան չի էլ սպասի։ Նիկոլն ինչ պետք է անի։ Դեպի վերացնեն, չէ։ Ուղղակի կուզենայի Նիկոլն իր ակրիկը լսեն, որ Գյումրու քաղաքապետարանի նարդվանների վրա նստած ճենջոտ կեղտուր մի հատ հիշեն իրանց էլի։ Լավ չեն արել։ Ում էր խանգարում։ Պետքա մնար։ Ո՞ք եմ սուդիա ռուսերեն ասած, ինչ ասեմ։ Արեք ես գնահատական չտամ, ես տես բան չի անում։ Հաստատ չեմ ողջունում, էլի։ Վայրագություն բառից բուն իմաստով։ Ինչ կարող եմ ասել, շատ ցավալի է։ Իրոքի շատ ցավալի է։ Ոյ շատ ծանր է, ինձ խոսել է իմ տղան այս պահին բանակում, ես շատ կհուզվեմ, էլի։ Իմ կարծիքով հերոսներին պետքա ավելի անեն նենց, որ ավելի արտահայտվեն, որ նրանք եղել են ու կան կլինեն, ոչ թե վերցնեն ու որտեղ հասնի, ոնց հասնի մաքրեն։ Եղանկարիչ Արման Մաթևոսյանը պատերազմական գրաֆիտիների հեղինակ է։ Ասում է, իրեն զոհված զինծառայողների հարազատներն են խնդրում շենքերի պատերին նկարել։ Առաջ նկարելուց շատ սպառված վերադարձայի մարվեստանոցը որոշի, որ ընդհանրապես պետք է չնկարեմ այս թեմատիկայով, սակայն այնքան զանգեր կարող եք մեր հերոսին նկարել, ինչու չեք նկարում մեր հերոսներին, հասկացա, որ որոշակի առումով իրենց համար շատ կարևոր է, որովհետև ոնց որ հիշեն իրենց հերոսին։ Շատ երեխաներ սկսում են ճանաչել հերոսներին, երբ տեսնում են նրանց նկարները շենքերի պատերին, նկատում է գեղանկարիչ Արմանը։ Ես դու կամ մեկ ուրիշը հիմա որ ապրում ենք, մենք լսել ենք, գիտենք իրենց կատարածների մասին, բայց արդյոք մեզանից հետո եկածները կիմանան, իսկ այդ մուրալները, որմնանկարները կօգնեն, որ իրենց մասին շատ խոսվի, որպես հերոսի։ Ինքը աշխատում է բարձրահարկ շենքերին նկարել, որ չարագործների ձեռքը չհասնի հերոսներին։ Հիմա չգիտի, ինչ անել նկարները քաղաքապետարանից պաշտպանելու համար։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Հենրիկ Համազասպյան և Արմեն Աբրեսյան, Հայլուրի համար։ Վաղ շաբաթ խոշորացված համայնքի ավականու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է այսօր հաղթանակ դաշինքը Զվարթնոց գյուղում է հանդիպումներ ունեցել, խոստացել ընտրվելու դեպքում համաչափ զարգացում։ Աղուհացով են դիմավորում հաղթանակ դաշինքին Զվարթնոց թաղամասում։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքի ավականու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է։ Հաղթանակ դաշինքը ծայրամասերից է սկսում իր արշավը։ Դաշինքի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Սևակ Խաչատյանը նկատում է, համայնքը էջմիածնով չի սահմանափակվում։ Ծայրամասերում ապրում են մարդիկ, որոնք բազմաթիվ անտեսված խնդիրներ ունեն։ Մեր խնդիրն է համաչափ զարգացումը համայնքի, որ չլիներ միայն կենտրոնական փողոցները ասֆալտապատ, կանաչապատ, իսկ ծայրամասայինը կարծես թե, չգիտեմ, մի հեռավոր գյուղ լինի, որտեղ ընդհանրապես ոչ մի բարեկարգում չի արվել, աշխատանքներ չի արվել։ Մենք ունենք թաղամասեր Էջմիածնում, որտեղ կոյուղի չկա, պարզապես չկա։ Հենց Սասունցի Դավիթ թաղամասը հենց այդ թաղամասերից մեկն է, դրա համար մենք մեր քարոզարշավը հենց սկսում ենք այդ թաղամասերից։ Քարոզարշավի երկրորդ օրը հաղթանակը սկսեց անմահների հուշարձան այցով։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո են միայն դաշինքի անդամները գնացել Զվարթնոց ու Սասունցի Դավիթ թաղամասեր, մարդկանց խնդիրներին ծանոթանալու, լուծումներ առաջարկելու համար։ Խնդիրներ շատ ունենք, թոշակների բարձրացում, 21-րդ դար ենք, չունենք կոյուղի, քաղաքին ենք պատկանում, ոչ մի բանից մեր Զվարթնոցը չի օգտվում բացարձակապես։ Որ տենց ասենք, սաղ էլ խնդիր աստ է։ Համարյա ոնց ասեմ, սաղ գյուղով գնացել են, չիմանը կդրե բերել են, դաշտը սարքել են, ջրի պատճառով չեն կարեցե ջրենք, ճուրացը գնացել է։ Ջրի հարց ունենք, թոշակավոր ենք, զոհված ընտանիք ենք, բայց դե հիմա թոշակ եմ ստանում 36,000,
ջրի փողը չեմ գազել, գազ չունեմ, բնական գազ ջուրը կտրել է։ Կարգին ղեկավար են ուզում համայնքի բնակիչները, իրենց մասին մտածող ոչ թե միայն սեփական գրպանի։ Այսքան ժամանակ, ինչպես իրենք են ասում, մատների վրա ֆռացրել են իրենց, բավական է։ Ես ուզում եմ ընտրեմ լավ ղեկավար, ժողովրդի մասին մտածող։ Առաջինը որ մի հատ ղեկավարը լիներ գյուղին։ Ընկել ենք այդ մի հատնի թևի տակ, ոնց ուզում ֆռցնում են։ Ֆռիգի երգիրա։ Ծափերով ու մեքենաների ազդանշաններով են աջակցում Զվարթնոց ու Սասունցի Դավիթ թաղամասերում Պաղաշապատի ընտրությունների քվեաթերթիկում առաջին համարին։ Հաղթանակ դաշինքը խոստանում է, ոչ մի փակ դռան չպիտի հանդիպեն վաղաշապատցիները։ Համայնքապետանի ոչ մի դուռ չպիտի փակելնի ոչ մի բնակչի առաջ։ Եթե որ ասածներ այդ ամեն ինչը իրական լինի, դա օй փառք տանք Հիսուսին։ Շատ ուրախ եմ։ Դուք ջավախքից եք։ Այո, ես ջավախքից եմ։ Այս ջավախքի կարան ձեզ խափեմ։ Չեմ կա ջավախցունով կարա խափի։ Ախրը մենենց եղա որ հույսերս լրիվ կտրվավ տղա ջան։ Եկել է ժամանակը հաղթանակի։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Մի քանի լուր միջազգային լրահոսից ռուսական անօթաչուները գիշերը խոշոր գրոհ են սկսել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա 4 մարդ է վիրավորվել։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ ԱԹՍ-ները մի քանի բնակելի տներ եւ շենքեր են վնասել։ Կեսգիշերից հետո Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապ է հայտարարվել։ Դաշնության ավիահարվածների հետևանքով չորեքշաբթի Ուկրաինայում 7 խաղաղ բնակիչ է զոհվել, ամբողջ օրը էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։ Թրամփը չեղարկել է Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպումը, որի շուրջ նախնական համաձայնություն կար Սպիտակ տան եւ Կրեմլի միջև։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահը նաեւ փառատել է Ռուսաստանի անհանգստությունը տոմահաուկների վերաբերյալ։ Թրամփն ասել է, որ ամերիկյան հրթիռներ չի վաճառի Ուկրաինային, բայց Վաշինգտոնը նաեւ հարված է հասցրել Մոսկվային նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Պուտին-Թրամփ հանդիպում չի լինելու։ Միացյալ Նահանգների ղեկավարն է չեղարկել Բուդապեշտում Դաշնության նախագահի հետ նախատեսված հանդիպումը։ Մեկ է, անհրաժեշտ նպատակին չէինք հասնելու, այսպես է իր որոշումը բացատրել Թրամփը։ Պարզապես ինձ ճիշտ չթվաց այդ հանդիպումը։ Դժվար թե հասնենք այն նպատակին, որին պետք էր հասնել, բայց ապագայում այն կանցկացնենք։ Թրամփը հիասթափվել է, ըստ նրա դիվանագիտական ջանքերն արդյունք չեն տալիս, բանակցությունները փակուղի են մտել։ Անկեղծ ասած, Վլադիմիրի հետ մեր զրույցները միշտ լավ են անցնում, բայց դրանք առաջ չեն գնում, իսկ պատերազմը երկու շատ ուժեղ կողմերի միջև շարունակվում է։ Մարդիկ մահանում են, նրանք ամերիկացի չեն, բայց մարդ են, հազարներով են մահանում։ Սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածանր պատերազմն է եւ պետք է կանգնեցնել այն։ Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար Վաշինգտոնը ուժեղացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Դա պատժամիջոցների հսկայական փաթեթ է Ռուսաստանի երկու խոշոր նավթային ընկերությունների դեմ։ Մենք սրան ստիպված ենք գնացել, հույս ունենք երկար չի տևի։ Պատժամիջոցներ ռուսական նավթային խոշոր ընկերությունների Ռոսնեֆթի եւ Լուկոյլի նկատմամբ։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարի, այդ ընկերություններն են ֆինանսավորում Կրեմլի ռազմական մեքենան։ Չեմ կարող ասել արդյոք այս պատժամիջոցները կստիպեն Պուտինին կանգնեցնել պատերազմը, բայց վստահ եմ որոշակի ազդեցություն հաստատ կունենան։ Նրան ավելի խոհեմ կդարձնի իմ այս որոշումը։ Եվ հուսով ենք, որ Զելենսկին էլ խոհեմ կլինի։ Գիտեք, ասում են պետք է երկուսով պարել տանգոն, իսկ նրանք միմյանց ատում են։ Նրանց իրար հանդեպ ատելությունն է ամեն ինչ այսքան բարդացնում։ Հավանաբար, որպեսզի Զելենսկին էլ իր հերթին ճնշվի, Վաշինգտոնը որոշել է Կիևին տոմահաուկ հրթիռներ չտալ։ Որպեսզի ուկրաինացիները սովորեն օգտագործել այդ հրթիռներն, առնվազն 6 ամիս, նույնիսկ 1 տարի պետք է նրանց։ Դրանք շատ բարդ զենքեր են։ Միայն ամերիկացի զինվորները գիտեն ինչպես օգտագործել այդ հրթիռները, իսկ ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ նրանք ուրիշներին էլ սովորեցնեն։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։
Թրամփի թիմակից ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի կարողանում համոզել Իսրայելի վարչապետին, որ Գազայում պետք է թուրքական զորք լինի։ Օտարերկրյա զորքի տեղակայման մասին կետ կա Իսրայել-Համաս հրադադարի մասին Թրամփի 20 կետանոց ծրագրում։ Գազայում ամերիկյան միջնորդությամբ հաստատված հրադադարն ամրապնդելու համար Իսրայել մեկնած ԱՄՆ փոխնախագահը լուրջ խնդիրների է բախվել։ Վենսը չի կարողանում համոզել Թրամփի ընկեր Նեթանյահուին, որ Գազայում պետք է օտարերկրյա կոնկրետ թուրքական զորք տեղակայվի։ Բանակցությունների առաջին օրը երեքշաբթի ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ Գազայում։ Մինչդեռ մեկ օր անց Նեթանյահուն պնդում է, Թուրքիան չի լինի Գազայում։ Օտարերկրյա զորքի տեղակայում Գազայում նախատեսված է Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլում։ Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն սկսվել է խաղաղապահ երկրների ցուցակի ձևավորումը։ Այդ ցուցակում ընդգրկված են Եգիպտոսը, Քաթարը, Հորդանանը, Ինդոնեզիան եւ Ադրբեջանը։ Բայց հիմա Թրամփի ծրագրին հավանություն տված Նեթանյահուն դեմ է, որ Գազայում առհասարակ օտարերկրյա զորք լինի։ Իսրայելի վարչապետը վստահեցնում է, որ հրադադարի երկրորդ փուլը սկսելու, Համասը զինաթափելու համար իր պետությանը պետք չէ կողմնակի օգնություն։ Շատ փորձագետների գնահատմամբ Թուրքիայի առաջ Գազայի դռները փակելը կարող է նոր ճգնաժամ առաջացնել Թել Ավիվ-Անկարա հարաբերություններում։ Թուրք-իսրայելական հարաբերությունները սրվեցին 2010-ին, երբ Իսրայելը հարձակվեց Գազային մարդասիրական օգնություն հասցնող թուրքական նավի վրա, ինչի հետևանքով զոհվեց 10 ակտիվիստ։ Դրանից հետո երկրները կասեցրին դիվանագիտական հարաբերությունները, սակայն կարճ ժամանակ անց վերականգնեցին։ Բայց Գազայում Իսրայելի ձեռնարկած արյունալի գործողությունների ժամանակ Թուրքիան ցեղասպանության համար մեղադրեց Իսրայելին ու նորից հետ կանչեց իր դեսպանին։ Որոշ փորձագետներ սակայն նկատում են, որ Անկարան ու Թել Ավիվը արհեստականորեն են սրում հարաբերությունները մնալով խոշոր դաշնակիցներ։ Նրանք ընդգծում են, որ չնայած 2024-ին Անկարան հայտարարեց, թե դադարեցնում է զենք մատակարարել Իսրայելին, հարյուրավոր թուրքական նավեր շարունակում են մտնել Իսրայելի նավահանգիստներ այլ պետությունների դրոշներով։ Կանե Մանգասարյան, Մարիամ Ամիրջանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Եվ վերջում Երևանի Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի Հայաստանի ազգային հերոս Բարերար Քրքորյանի անունով։ 37 կողմ, 2 դեմ, 18 ձեռնպատ ձայներով ավականու այսօրվա նիստում է որոշումն ընդունվել։ Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը քննարկվել էր նաև 2017 թվականին։ Այն ժամանակ ընդդիմադիր երկխմբակցությունը ստորագրահավաք էր արել, ապա Երևանի ավականի ներկայացրել նախագիծ, որպեսզի Լենինգրադյան փողոցը անվանափոխվի Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, սակայն նախագիծը մերժվել էր։ 37 կողմ ընդունված է, շնորհավորում եմ երևանցիներին նոր փողոցների կապակցությամբ։ Հայլուրը ամփոփեց հոկտեմբերի 23-ը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։